Սիմոնյան Post YouTube-յան ալիքի հարգելի հետևորդներ, բարև ձեզ։ Ես այսօր զրուցելու եմ դերասան, լեզվաբան Մերի Հակոբյանի հետ։ Բարև ձեզ, Մերի։ Բարև ձեզ։ Երեկ չէ առաջի օրը Եվրոպայի խորհրդի ամբիոնից Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հայ առաքելական եկեղեցին դեմ է եղել սահմանազատմանն ու սահմանագծմանը, փորձել է դա խափանել, իր arczepiskopos-ներից մեկին, նկատի ունի Բագրատ Սրբազանին, այսպես առաջ մղելով եւ փողոցային շարժում սկսելով։ Դուք նախ ուզում եմ հարցնել, մասնակցել եք այդ շարժմանը եւ ձեր կարծիքով այդ շարժումը սահմանազատմանն է դեմ, թե ուրիշ նպատակներ ունի։ Այո, մասնակցում էի։ Դե իհարկե սահմանազատմանը չէր դեմ, ինչքան պիտի հիմար լինես, որ հավատաս նրա այդ թեզերին, նախ շատ դատապարտում եմ իր այդ ելույթը, ոնց որ գնաս ուրիշտեղ, ուրիշ երկրում քեզ քո երկրից բան բասես, երևի պատմության մեջ աշխարհում նման բան չի եղել, ինչ որ սա արեց։ Այդ ներկայացնելը, որ ցինիզմ եւ այլն, որ եկեղեցին ցինիկ է, լրիվ բնորոշում էր իրենց, այսինքն իրանք իրանց հատկանիշները սովորություն ունեն վերագրելու ուրիշներին ու հատկապես եկեղեցու։ Բնականաբար սահմանազատման վերաբերյալ չէր այդ շարժումը։ Շարժումը մեր ինքնությունը պահպանելու մասին էր, որովհետեւ մենք հիմա տեսնում ենք ինչ վտանգ է կախված մեր երկրի գլխին։ Ու նա չի ասում այն, ինչ ինքն է ուզում, չնայած ինքն է չգիտի ինչ է ուզում, այդ վարչապետ կոչվածը, նա անում է այն, ինչ որ իրեն թելադրում են։ Եվ երեք արդեն անցավ բոլոր եզրագծերը ու պարզ, ուղիղ խոսքով, տեքստով հայտարարեց, որ նա կատարում է Ալիևի պահանջները։ Ինչ է նշանակում հրաժարում անկախության հռչակագրից։ Այսինքն մենք մտնում ենք Ադրբեջանի կազմ, թե Ռուսաստանի, թե որ մեկի կազմի մեջ ենք մտնում։ Էլ ինչ պիտի ասի, որ իր հետևորդները հասկանան, որ կործանվում ենք ու չգնան ընտրել։ Ես ուղղակի չեմ հասկանում։ Ես նույնիսկ չեմ էլ ուզում սպասենք ընտրությունների, ինձ սիրտս դուրս է գալիս։ Մենք հիմա պիտի դուրս գանք ու ես վստահ եմ 10,000-ներով մարդիկ դուրս կգան, որպեսզի իրենից ազատվեն։ Ինչ իր հետ ընտրություն գնալ դա չգիտեմ, աբսուրդի ժանրից է։ Երկիրը կործանողի հետ, բացահայտ դավաճանի հետ գնալ ընտրությունների չեմ պատկերացնում։ Բայց այնուամենայնիվ փողոցային պայքարն էլ ցույց տվեց, որ հնարավոր չէ, որովհետև մինչ այժմ բոլոր փողոցային պայքարներն ըստ էության ձախողվել են։ Գուցե չեն ունեցել համապատասխան լիդեր, տանող, բայց ինքնաբուխ ժողովուրդն էլ կարող է։ Այն ժամանակ ուրիշ էր, անցած ամռանը օրինակ։ Այսօր լրիվ ուրիշ է, որովհետև վարքյան առ վարքյան, րոպե առ րոպե մի նոր բան է կատարվում, որից մենք ամեն օր մտածում ենք, այլ ոչ մի բանից չենք զարմանա, մեկ էլ հոպ, մի ավելի ցնդելու բան, ավելի աբսուրդ մի բան, այսինքն վարքյան առ վարքյան է տանում կործանման։ Ես ասացի, բոլոր եզրագծերն անցել է։ Ու երեկվա եզրագիծը հանդուրժելի չի բնավ, թե այն ժամանակ ինչ որ տեղ հանդուրժում ենք, քիչ մարդ էր դուրս գալիս, ես վստահ եմ, որ հիմա շատ շատերը դուրս կգան, հատկապես երեկվա այդ խայտառակ ելույթից հետո։ Նիկոլ Փաշինյանը երեք խոստովանեց, որ Վենսին գիրք նվիրելու համար է հեռացրել Ցեղասպանության թանգարանի տնօրենին, գիրքը վերաբերվել է Արցախյան շարժմանը, ձեր կարծիքով ինչու է Փաշինյանը այս աստիճան փորձում խեղդել, հա, Արցախի հետ կապված ցանկացած դրսևորում։ Բնականաբար հեռացրել է, հա, Արցախի մասին գիրք նվիրելու պատճառով, դա էլ եւս մի անհեթեթության ժանրից, ինչու է անում, դե արդեն նշեցի, որովհետև կատարում է Ալիևի պահանջները, կամ գումար է վերցրել դրա դիմաց, կամ ինչպես նրան հատկանշական է, վախենում է, շատ վախկոտի մեկն է, չէ ինքը, կամ սեփական աթոռն է ուզում պահել, չնայած հոգեբանորեն վերլուծելով, ինձ թվում է շատ էլ կուզեր գնալ, բայց դրանից էլ է վախենում։
վախերի մեջ ապրում է ինքը ամեն օր, այդ կապ չունի, որ ինքը ամեն օր գորգռում է, հենց գոռալը իր մուննատ գալը, հա, գնաց փողոցներում, ով ասում էր, չէ, մարդկանց վրա էլ հոխորտում էր, կոպիտ ասած ռազմորկա էր անում սովորական գյուղացի մարդկանց հետ, դա վախի մասին է խոսում։ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ մեր հոգևորականները պատարագի ժամանակ ասում են Աստված օրհնի Արցախի հանրապետությունը, եւ դա պատերազմի կոչ է, դա Ղարաբաղյան շարժումը սկսելու նման մի բան է։ Հոգևորականները ձեր կարծիքով իրավունք ունեն աղոթելու Արցախի համար կամ օրհնելու Արցախի հանրապետությունը։ Ոչ միայն ունեն, այլ պարտավոր են եւ անում են իրենց պարտքը։ Արցախի հանրապետության էջը փակված չէ, դա նա չի, որ պիտի որոշի փակվել է թե բացվել է այդ էջը։ Մենք արյունոտ պայքարներով, դարերով բերել հասցրել ենք մեր հանրապետությունը այսօրվան, Արցախն էլ բնականաբար դրա մեջ, ու մի խեղկատակի ձեռքի հպումով չի կարող այդ ամեն ինչը վերացվել։ Եթե կա մեկը ու մի կառավարություն, որից պետք է ազատվել, դա ինքն է, եւ ես պարտադիր եմ համարում Արցախի հանրապետության օրհնությունը եւ եկեղեցում եւ մեր աղոթքներում, հավատացյալ հայրենասեր մարդկանց աղոթքներում, ու այն մարդու մեջ, ում չկա Արցախի հարց, Արցախի խնդիր, Արցախի վերադարձ, բաց ճակատով եւ ամենայն պատասխանատվությամբ ասում եմ, չի կարող կոչվել հայ ու հայկական արժեքներ կրող մարդ։ Կուզեն նեղանան, կուզեն ինչ ուզում են անեն։ Բայց Նիկոլ Փաշինյանն ասում է, որ հիմա փաստացի Ադրբեջանի հետ մենք խաղաղության պրոցեսի ենք գնում, սահմանին չեն կրակում, եւ երբ որ դուք անընդհատ ասում եք Արցախ, դա նշանակում է կրկին սկսել հակամարտություն, կրկին կոնֆրոնտացիոն խոսույթի մեջ մտնել Ադրբեջանի հետ։ Հերթական մանիպուլյացիան։ Նրա ելույթները սկզբից մինչև հիմա եղել են մանիպուլատիվ եւ շարունակվում են մանիպուլատիվ, քանի որ նա պատասխանատվություն չկրող անձ է, բանսարկու, կլյաուզնիկ, ինչքան կուզեք հայերեն ածականները կարող են բացել, ու միաժամանակ եւ նրա համակիրները, որոնք չեն փայլում իրենց գիտելիքներով, կարող են սովորել հայերեն, ուղղագրության համար եմ միշտ նկատողություն անում։ Ինչ ենք ասում։ Խաղաղություն Ադրբեջանի։ Այո, մանիպուլյացիա։ Ինչ խաղաղության մասին է խոսքը։ Այդ մինչև հիմա նախորդ նախագահները չէին ֆայմել, հա, այս վիճակով խաղաղություն բերել եւ ինքն էր, որ եկավ խաղաղություն բերեց։ Նա ամեն ինչ հակառակն է ասում է ապագա կա, դա նշանակում է ապագա չկա, ասում է խաղաղություն, դա նշանակում է պատերազմ։ Չնայած հնարավոր է, որ պատերազմ չլինի, շատ լուր մենք հանձնվում ենք։ Մի քանի օր առաջ էլ, չէ, Տավուշի մարզից մի քանի գյուղ կարծեմ տվեց, ասեց իրենցն է, շատ հանգիստ յուղ քսելով, թոշակառուների ապահովագրություն տալով եւ թոշակառուի հիշողությունը շատ կարճ էր, չի հիշում, որ իրեն մի ամիս առաջ վիրավորական խոսքեր ասեց, բայց քանի որ հիմա գնում անվճար դեղորայք է ստանում, բուժվում է, ախր թոշակառուն այսօր կա, վաղը չկա, թողից ներեն, բայց թոշակառուն իրավունք չունի ընտրի վաղվա երիտասարդի ապագան։ Չնայած ամենայն հարգանքով մյուս մաս թոշակառուների հանդեպ կան որոշները եւ մեծ մասը նաեւ գիտակից մարդիկ են։ Նրանք ասացին, որ մեզ պետք չի այդ 10,000 դրամը, ես շատ եմ լսել, կարևորը երկիրը խաղաղ լինի, մեր թորները խաղաղության մեջ ապրեն, բայց այս խաղաղությունը չէ, այդ խաղաղությունը չէ, շահարկվող խաղաղություն բառը արդեն նյարդայնացնում է։ Այն շարժվող շրջանակների, գովազդային հոլովակների վրա էլ ամեն անգամ քայլում ես Երևանի փողոցներում ու այդ հիմար պատկերը խաղաղություն խորհրդանշող իբր թե եւ տակը գրած խաղաղություն մանիպուլյացիա է լցնելու ուղեղները։ Պարզապես պրիմիտիվ մարդիկ դա չեն հասկանում։ Անընդհատ աչքը տեսնում է, դա տեսնում է եւ խաղաղություն, իր նազիր վեզիտներներ չեն հապաղում, անընդհատ շահարկելու այդ բառը ամեն տեղ ասելու, դա խաղաղություն չի, դա նվաստացում է։ Ինչ խաղաղություն, եթե հռչակագիր չկա։ Խաղաղություն, այսինքն Ադրբեջանի կազմի մեջ մտած, հա, խաղաղություն կլինի միակողմանի,
ու Ադրբեջանն էլ երբ որ Ալիևը կհրամայի, կհարձակվեն իրենց հարևանների վրա։ Հարևան եմ ասում, որովհետև դե պատրաստվում են գալ ապրել, չէ՞։ Այսքան է, խաղաղություն չի դա։ Եվ ընտրություններին ինչ է կարծում, այնուամենայնիվ ժողովուրդը Նիկոլ Փաշինյանին կտա այդ 65%-ը, որի մասին նա հայտարարում էր, որ այդքան կհավաքեն, թե ընդդիմությունը ավելի շատ ձայներ կհավաքի։ Ոչ, նա իր վաղեմի փառքի փշրանքները հավաքելով է զբաղված ու չի ուզում ընդունել իրականությունը եւ կամ էլ իր մեջ ընդունում է, բայց արտակուս ցույց չի տալիս։ Միանշանակ չկա 65%-ի չի ասեն է խոսքը։ Հաշվի չառնենք այդ Facebook-ի կեղծ օգտատերերին։ Շատ եմ գնում գյուղեր, շրջաններ, մարդկանց եմ հարցնում, բոլորը հիասթափված են ու այդ միֆը, որ գյուղերում են ավելի շատ ընտրելու, չկա նման բան, ես Երևանում ավելի շատ եմ տեսնում։ Գյուղերում հիասթափված են։ Եթե 5-6 հոգի կանգնած են այդ մի խմբում, այդ 5-6 հոգուց կես մարդն է, որ Նիկոլին է ընտրելու։ Կես, որովհետև Նիկոլին ընտրողը մարդ չի, կեսը։ Այն 5-ը հաստատ չեն ընտրելու։ Ես եմ հարցրել, ես իմ հարցումներից եմ ասում։ Բայց կա մի վտանգավոր բան, որովհետև նրանից ամեն ինչ սпасելի է եւ 1,000,000% ինքը կեղծելու է, ամեն ինչ անելու է կեղծի։ Հոխորտանքները լսում ենք այդ հոխորտանքները, որ մենք պետք է ընտրվենք, մենք չի կարա ոնց կարող ես ընտրություններից առաջ ասել վստահ, որ դու ես ընտրվելու, դու ինչ գիտես, որ հանկարծ մենք չտրվենք, սենց կլինի, նենց կլինի, ու հիմիկվանից իրենց նազիրվեզիները քարոզներ են անում, օրինակ մի բժիշկ բժշկականի ուսանողներին քարոզել է 3, իմացել եմ, որ անպայման պիտի իրեն ընտրեն։ Բայց եթե դա լիներ դիմացի թևից, ընդդիմադիր, հաստատ կգնային կբռնեին։ Ոչ, ինքը չունի այդ 65%-ը, ինքը կեղծելու է, այ դրա արդյունքում չգիտեմ ինչ է լինելու։ Ուրեմն թող ընդդիմությունն էլ բարի լինի, շատ խիստ լինի, դիտորդներին խստագույնս տեղադրի եւ հետևի, որ կեղծիքներ չլինեն։ Եթե կեղծիքներ չլինեն, ինքը միանշանակ չի անցնելու, ինչի մասին է խոսքը։ Եվ ես չեմ էլ ընդունում, որ ինքը ընդդիմություն գնա, դե ազգային ժողովում ընդդիմություն լինի, անցնի ընդհանրապես։ Դրանց պետք է վտար է, դրանց մեղմ եմ ասում, պարզապես չեմ կարող այսպես ասել, ինչ պետք է իրենց հետ անել։ Չէ, չի անցնելու, իմ պատասխանն է ոչ։ Շատ լավ, հետևենք process-ներին, շնորհակալ եմ այս զրույցի համար։ Ես էլ եմ շնորհակալ։ Իսկ մեր դիտողներին խնդրում եմ բաժանորդագրվել ալիքին, հավանել այս տեսանյութը եւ մեկնաբանություններում գրել իրենց կարծիքը։ Շնորհակալ եմ շատ։